Հաղորդման հովանավոր կրթության միջազգային ակադեմիայի Հայբուսակ համալսարան։ Ընտրելով դպրոց ընտրում ենք երեխայի ապագան։ Ժամանակն ունի իր պահանջները, ծնողներն իրենց ցանկությունները, երեխան իր կարիքները։ Ինչպես համատեղել այս բոլորը։ Մենք ունենք պատասխանը։ Բարձրակարգ մանկավարժներ, ժամանակակից տեխնիկական միջոցներ, հարմարավետ դասասենյակներ, դասապատրաստում դպրոցում, 10-ից ավելի նախասիրական խմբակներ եւ դասընթացներ, առողջարար սնունդ, ապահով տրանսպորտ։ Հայբուսակ համալսարանի հիմնական դպրոց։ Տեղեկատու հեռախոսահամարներ 28 13 66, 20 13 46, 091 18 68 89։ Հայբուսակ համալսարանի հիմնական դպրոց։ Հաղորդումը սպասարկում է Էնջի գեղեցկության սրահը։ Այս տղան ծնված է մեր ժանրի համար, դեռ տարիներ առաջ նկատեց Կարպ Խաչվանյանն ու նրան ուղղակիորեն բերեց Պարոնյանի անվան թատրոն։ Այդ օրվանից նա այստեղ է, Հայաստանի վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին կփորձենք բացահայտել այսօր առանց փողկապի։ Քինի ուր է, քինի պերխմեմ ուր է։ Պապանձե։ Ինչ գուզես։ Հակուստը ասի հակուստ է։ բարահանդես պիտի երթանք մորցար։ Բարահանդես։ Գնգան հակուստով բարահանդես պիտի երթամ։ Ծաղրերի պամ։ Ինչ է։ Անյար թապարտի բաց։ Լուրջ կազմակերպած մարդ Եմ շատ թեթև մարդ։ Առաջերտին Բորիս Պեպանյանը շատ լավ մարդ է։ Հումորով մարդ կյանքում, բայց բավականին խստապահանջ եւ խստապահանջ առաջին հերթին ինքն իր հանդեպ։ Բարիսը զզվեցնելու աստիճան կարգապահ է։ Ամեն հարցում, անկախ ամեն ինչից, թե ինչ հարցով դու նրան կդիմես, նա միշտ պատրաստ է լինել քո կողքին։ Որյան իր տեսակով պահանջկոտ մարդ է եւ շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր ցանկացած արած աշխատանքի։ Դերասանին հատուկ բնավորություն ունեցող մարդ է։ Հին դպրոցի դերասան է եւ գալիս է ոչ թե ասենք 7-ին ներկայացում է 7-ից 5 պակաս, այլ գալիս է ժամը 4-ից 4:30-ից բան արդեն ամեն բոլորը սպասում են որ հիմա պիտի գա Բարիսը պիտի գա եւ ինչ որ մի բան պիտի թեքի, ծռի, ուղի, բան, ինքը հիվանդ մարդ է, հիվանդ, բայց դա լավ հիվանդություն։ Մեկ գալիս է թատրոն, ասենք թե պիտի բարևի, չէ՞, շատ լուրջ է անցնում, կես ժամ հետո գալիս է սկսում բարևել։ Դե Բորյա ջան, դե որ պիտի բարևես, բարևել, կես ժամ հետո հիշում ես որ եկել ես թատրոն պիտի բարևես բոլորին։ Իմ պատկերացման մեջ Բորյան մեր թատրոնի մեծ տղան է։ Չափից ավել խստապահանջ եմ եւ չափից ավել դիսցիպլինար։ Երբեմն ինքս ի վրա ջղայնանում եմ։ Թե ինչ եմ այսքան նվիրված, ինչ եմ այս բաներն անում։ Աթամար ջան, մի 5 րոպեով ներս չմտնես, նու ֆարը դիսկետներ է բերել հակառակորդից վերաբերյալ պետք է նայենք։ 5 րոպեում կհասցնենք։ Իհարկե կհասցնենք, տիկին։ Կհասցնենք։ Չասեմ լույսը։ Գիտեք, տիկին, հնարավոր է մեզ հետևում են։ Սարսափելի չեմ սիրում ուշացողներին։ Չեմ արվում այսինքն այդ մարդկանց։ Այսինքն, եթե 4-ին է ներկայացումը, կամ 5-ին, կամ 7-ին, կամ 8-ին, դերասանը, որը գալիս է 5 րոպե պակաս արդեն պիտի բեմ մտնի, կոշկները չմաքրած, գրին չարած եւ այլն մտնում է, վերջացավ, այդ դերասանը ես չեմ արվում այլևս։ Դա պիտի պատրաստվի, չէ՞։ Սա, ինչպես ասում են, մեր եկեղեցին է թատրոնն, էլի, դերասանի համար։ Սրբություն է դա։ Չի կարելի, որովհետև բեմ այնպես կապտակի քեզ մի օր։ Ինձ էլ 45-ին ներկայացրին հերոսի, բայց վերջը կարմիր աստղ տվին։ Հետնել մի բուռ մեդալ։ Ուզում ես ցույց տամ։ Չեմ ուզում։ Ուզում ես ցույց տամ։ Չեմ ուզում։ Ուզում ես ցույց տամ։ Չեմ ուզում։ Եթե ուզում ես ցույց տամ։ Ասացի չեմ ուզում։ Ուզում ես ցույց տամ։ Հա, ցույց տամ։ Լավ, ասեմ վաղը կբերեն ցույց տամ։ Ինքը այստեղ էր գրիմ անում, հիմա ես եմ այդ սեղանը
այսպես ասած ճակերտների մեջ գրավել, սիկա իմ ուսուցիչն է։ Ես ոչ ոքի չէի թողնի այս սեղանի մոտ նստի։ Ես պետք է շարունակեի իրեն գործը։ Իր նկարներն այնտեղ են, բոլորը միշտ ակամայից խոսում եմ իրեն այդ։ Հիմա ինչից եք գանգատվում խուլիգանությունից։ Խուլիգանությունը բարոյական կատեգորիա է, ինձ հետաքրքրում է ձեր ֆիզիկական վիճակը։ Կարծում եք դրանք անկախ են միմյանցից։ Տիկին։ Մի քիչ հետո ես եսակ կանչեն ինձ, փորձն է գնում, որովհետև Կիրակի օրը խաղում են Կարինեն, օպերետը։ Այնպես եւ գիտես ինչն է հաճել ինձ համար, որ այստեղ երգում են կոնսերվատորիայի ավարտած երգչուհին երգիչներ։ Այս ինչ խայտարակ։ Սա ինչ շրջություն է, սա ինչ անամոթություն է, այս ինչ խաղացին Այս ցայնը, սա իսկական աղջիկս Կարին է։ Պարոն Պեպանյան, շուտով կեսդար կլինի, որ այստեղ եք։ Այս բեմում։ Դուք այն բախտավորներից եղաք, որ շփվեցիք, աշխատեցիք, անցաք այն դպրոցը, թատերական դպրոցը, մեծերի հետ աշխատեցիք։ Այսօր գիտեմ, որ այսօր սիրով փոխանցում եք այդ փորձը, փոխանցում եք երիտասարդներին։ Իհարկե, հետս ոչ եմ տանելու։ Բարձադիր պետք է փոխանցեմ։ Այո, ինձ համար մեծ պատիվ է, որ ես աշխատել եմ Խաչվանքյանի պես արտիստի հետ, Սվետլանա Գրիգորյանի, Մելենե Համանջյանի, Ստեփան Արությունյանի, մի խոսքով բոլոր անունները չեմ կարող հիշել, դանզասներն են այնտեղ, Շախսուբարյանը, Սեյդամարյան Կալանթարյանը, Սամուելյանը, մի խոսքով Ալեքսանդր Հովհաննիսյանը, Գնունին, այսինքն դերասանները, որոնցից ես շատ բան սովորեցի, շատ բաներ սովորեցի ու հատկապես այս ժանրը, որովհետև այս ժանրը շատ ծանր ժանր է, բոլորին թվում է թե շատ թեթև ժանր է, որովհետև գալիս են ծիծաղում գնում են, բայց դերասանն ինչ ապրումների մեջ է լինում, ամենադժվար բանն է ժողովրդին ծիծաղեցնելը։ Ես այն ժանագին ծիծաղների մասին չեմ խոսում, խոսում եմ լուրջ կոմեդիաների մասին։ Պարոն Պեպանյան, դուք տասնյակ դերեր եք կերտել, որոնք ընդունվեցին ժողովրդի կողմից, որոնցով մարդիկ սկսեցին ապրել, բայց տաքսի հովիկի կերպարը մեծ սիրով ընդունեց հանդիսատեսը։ Հասկանալի է, դա այնպեսի անճարեղ դերասաններ են խաղում այնտեղ, որ մենք էլ երիտասարդներս իրենց կողքից սկսեցինք ճանաչելի դառնալ եւ այլն, բայց ես այնպեսի մի դերեր եմ խաղում հիմա բեմի վրա, այնպեսի բարդ դերեր եմ խաղում, բայց ժողովուրդը դա է հիշում միշտ։ Զարմանալի բան է, չէ՞ որ դերասանը մի դերով կարող է հիշվել, բայց այն ինչ որ կատարվում, ինչ որ խաղում, ինչպես շարունակում է 45 տարի բեմի վրա այնպեսի բարդ դերեր եմ խաղում, բայց արյուտես դա եմ սիրում։ Արյետը։ Դա է կոստյում։ Շուրային այեմ։ Շատ լավ է։ Էստի։ Անի։ Անիր հետո կիմանաս ինչ եմ ար, անիր կոստյումը։ Տակ ջուր են տվել։ Հա, տակ ջուր են տվել։ Դելա տոյրեք լողարանը դու ես լողարանը։ Այեսը, հրիլիք, այեսը, անիր միասին դիտի լողանակ, անիր։ Իչի անը։ Ասացի հանիր էլ կտապ։ Էջը դեզ չեմ հաչիքարը։ Սարավ, դրդիկ սարվեցու։ Ես դες շույց կտապ։ Կարպ Խաչվանքյանի խաղացած շատ կերպարներ այսօր։ Նայիր կենթանության օրոք ես խաղացի, հենց Սիլվա օպերետում, նրա դերը ես Բոնին խաղացի, իսկ Բոնին դա, ինչպես ասում են, անձնագիրն է օպերետի ժանրի մեջ, եթե խաղացիր վերջ, արդեն դու գնում ես, առաջ ես գնում, եւ նա ոչ մեկին չէր տալիս իր դերը։ Վերջը ինձ հանձնեց այդ դերը եւ ներկայացումից հետո հիշում եմ այնտեղ կուլիսից մոտեցավ Թիմոյ Գիրոյ բան փուրեց դա արդեն մեծ գնահատական է։ Իհարկե, իսկ ինչ խաղալը, վախի զգացողություն։ Իրեն հետ Խաչվանքյանի հետ վախը միշտ կար, որովհետեւ եթե հանկարծ իր ասածը չանեիր, մի քիչ իմպրովիզաներ կորացեիր, կարող էր քեզ սպանել։ Սպաներ հետ բեմի վրա կարող էր սպանել։ Մի քանի անգամ ստիպել է ձեզ լացել, եթե ճիշտ, եթե բեմի վրա, այո, լացացրել էին շատ, որովհետեւ իր ուզածը չի եղել, բայց երբ որ հասնում է, դա էի ուզում ես։ Երբեմն բեմ մտնելուց առաջ ես նրան եմ հիշում։ Ինչ անել, ոնց պատրաստվել, ինչպես մտնել։ Ինչ է կարծում բնավորության որոշ գծեր այդ տարիներից ձևավորվեցին ձեր մեջ, անշուշտ, առաջի հերթին դիսցիպլինա։ Նրա համար նշանակություն չուներ դու որտեղ ես խաղում։ Գյուղում ես խաղում, շրջկենտրոնում ես խաղում, կապ չուներ։ Պիտի խաղաս այնպես, կարծես վերջի անգամ ես խաղում։ Նվիրված։
Եթե հանկարծ մի քիչ թուլանաս բեմի վրա ինչ-որ իմիջա, всё, վերջացավ, կորած ես դու։ Այդ պիտի բնավորություն։ Այս Խաչվանյանը ձեզ նկատեց, չէ՞։ Հենց ինքը ձեզ վերեց թատրոն։ Կարծում գրքի մեջ եկա, այս տղան ծնված է մեր ժանրի համար։ Մեր ժանրի համար։ Լսիր, գիշերը եթե բամման պետք լինի ինձ ձայն կտաս։ Շատ շնորհակալ եմ։ Ոչ մի շնորհակալ, ոչ մի շնորհակալ։ Ոչ մի շնորհակալ։ Այսօրվանից մենք բաժանաղներ ենք ծաղել։ Հիշում եմ, ինչպես եկա եւ առաջին անգամ մտա բեմ եւ մի անգամից անցա բոլոր հերոսներին ես էի մարմնավորում, բոլոր հերոսները ես էի երիտասարդ էի, գեղեցիկ էի, մի խոսքով։ Հյուրախաղեր, աշխատանքից դուրս ես գիտեմ, որ այդ դեպքերը, միջադեպերը, առիթները Հյուրախաղեր շատ են եղել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ 5 անգամ, Կանադա 2 անգամ, հետո Վրաստան, Բեյրութ 3 ամիս խաղացի այնտեղ, Սիրիայներ, Պարսկաստան, ագին երկրներ կա, որ մենք խաղացել ենք եւ մեծ հաջողություն ենք ունեցել, շատ մեծ հաջողություն։ հետաքրքիր դիպվածների ու հիշարժան պահերի պակաս երևի չի լինում, ոչ այստեղ, ոչ Դե հիմա գիտեք, այնքան բաներ կա, որ նրան հիշում ես ճանապարհին ինչ են կարել, ինչ հաջողով են գնացել, ինչ երկելով, ապարելով, ինչպես մեզ դիմավորեցին Ամերիկայում, երբ որ մտանք այդ օթակայանից արդեն դուրս էին գալիս, ժողովուրդը բարձվում է իմացել որ Խաչվանյանը գալիս է, Սվետլանա Գրիգորյանն է գալիս, մի ամբողջ էր կանգնել հազարներից ավել։ Եվ ամերիկյան պոլիսներ բռնեն նրանց, որովհետև այնպեսի մի բղավոց եղավ, երբ որ մտանք Սվետլանա Գրիգորյանը վախից հետ գնացա, ինչ է սրիկա։ Ասի ձեզ են դիմավորում բան, շուտ գլուխը կախեց փախավ շուտ արագ գնաց։ Ներկայացման ժամանակ տոմսեր չկային, ապակիները կոտրվեց, ժողովրդի այդ հոսքից, պոլիս ամերիկյան կանգնել էր, մի ահավոր բան էր կատարվում, եւ ստիպված մենք վերադարձանք նորից թրանք խաղալու։ Պարոն Պեպանյան, ձեր գործընկերները մտածում են, որ ձեզ հետ այնքան էլ դժվար չէ աշխատել բեմի վրա։ Դուք իրավիճակը փրկող դերասաններից եք, գործընկերներին օգնող դերասաններից եք։ Հասկացող դերասանը գիտի, որ ես կարող եմ ամեն յուրաքանչյուր ինչ-որ մի վիճակից նրանց փրկել։ Որտեւ դա արդեն պրոֆեսիոնալիզմ է խոսում։ Կներեք, ասենք քթիցակ պիտի ունենաս այդ ամեն ինչը։ Կան լավ արտիստներ, ասեմ երիտասարդություն կա շատ լավ, մեզ մոտ արդեն հաճելի է, որ շարունակողներ կան։ Հայոց Արտաշ թագավորի դերակատարումը մեծագույն վարպետի կատարմամբ, Քաջիկ Գյուրջյանի կատարմամբ 90-անց դերասան, վաստակավոր արտիստ եւ ամեն անգամ երբ այդ մարդը հայտնվում է բեմում, մենք այսպես շրջանով կանգնած ենք նրա շուրջ եւ կենտրոնում է նա եւ կողքին է պարոն Պեպանյանը։ Ես այսպես եմ կանգնած եւ կարծես տեսնում եմ, հա ինչ է կատարվում այնտեղ եւ անդադար ուշադրությունս եւ պարոն Պեպանյանին եւ մեծագույն վարպետին, որը չես կարող ուղղակի չնայել նրան եւ անդադար ես տեսնում եմ պարոն Պեպանյանը եւ կերպարի աշխատում է մնալ այդ իր հոգեվիճակի մեջ եւ անդադար ուշադրության կենտրոնը պարոն Գյուրջյանն է, որովհետեւ չես կարող ասել ցանկացած բայի պետք է օգնել դերասանին ընկերոջը եւ դա ես այդ սկզբունքը պարոն Պեպանյանի որդեգրել եմ։ Ես էլ ուզում եմ, այսինքն իմ ընկերների նկատմամբ լինեմ այնպես, ինչպես ինքն է վերաբերվում օրինակ հենց այդ տեսարանում։ Տարիներ առաջ հյուրախաղերի էինք Պարսկաստանում, Ատամնաբույր Արևելյան ներկայացմամբ։ Մուտք ունեմ այդպես դեպի բեմ, պիտի մտնեմ, ֆանագրամայի տակ էր գնում։ Թատրոնում մենք դա խաղում ենք կենթանի օրկեստրի նվագակցության ներքո, երգում ենք կենթանի ձայնով առանց միկրոֆոնների, իսկ այնտեղ բնականաբար օրկեստրը մեզ հետ չէր կարող գալ, մենք փոքրիկ ավելի խմբով էինք գնացել եւ ֆանագրամայի ներքո պիտի երգենք։ Ֆանագրաման միացնում է ինչ-որ մեկը, չեմ հիշում հիմա թե ով էր միացնում, բայց ինչ-որ այդպես առաջ ընկավ մի համար, չգնաց ֆանագրամայով եւ ես լսելով, որ արդեն իմ մուտքն է, ես ակամայից ներս մտա բեմ, որ պիտի խաղամ, Բորյան իր պրոֆեսիոնալ տեսակով շրջվեց դեպի ինձ, ասեց դուրս արի բեմից։ Ինքը շրջվեց եւ սկսեց այն կտորը երաժշտական, որ ֆանագրաման չգնաց, ինքը սկսեց երգել եւ ապարել դրա տակ։ Դա խոսում է նրա չափից ավելի։
Դա խոսում է նրա չափից ավելի պրոֆեսիոնալ լինելու մասին։ Իսկ իրենց հաջողվում է ձեզ օգնության ձեռք մեկնել։ Ես չեմ Կհիշեք մի դեպք, երբ բեմի վրա ձեր ձեռքը գրպանը տարակ, երբ պիտի թաշկինակ անեիք, բայց այնտեղ տիկնիկներ գտաք։ Տիկնիկ չէր, ավելի վատ բան էր։ Ներկայացման ժամանակ ողորմի իրան մեր դերասանուհին էր արել, չեմ հասկանում, թե ինչպես էր գցել գրպանս այդ բանը, խմորից պատրաստած, տեսարանն էր, որ պիտի լացում են որդիները, բան, որ հայրը մահացել է, բան, ձերքը ստանում որ թաշկինակ անեմ այդ բանը, եւ մի ծիծաղ բռնվեցի, բոլորը ծիծաղում են, բոլորը մեջքով կանգնել են, ու սերն է թափալ ժողովուրդ, բոլորը են ծիծաղում դերասանների, ժողովուրդն ասում է խեջ երեխեք, ես ոնց են լացում որ համար, էլ չգիտեմ մենք լացում ենք ծիծաղից, Ալեքսանդր Հովհաննիսյանը ասեց շունշան ворթիկ հերիք է խաղի մեջ, բան արդեն չեն դիմանում դառնի բանը, բարակույները փակեցին ստիպված, դա հնարավոր չէր արդեն, լացում էինք բոլորս, հետո այդ դերասանին փախավ, սպանելու էի ես դրան։ Իսկ հյուրախաղերից կհիշեք։ Հյուրախաղերից ավելի զգաստ էինք, ավելի խիստ էինք, ավելի պահանջկոտ էր, ասենք ժողովուրդը, մի սենց բաներ չէր, ինչ իմանամ, շատ բաներ կա, հիմա չեմ կարող հիշել, երբ որ այսպիսի հարց տալիս եք, մեկ էլ սկսում ես մտածել, որ նա ու մոռանում ես, հենց վերջանում է, հիշում ես, որ ես բան ինչի ես չասացի։ Խաղերից մեկի ժամանակ ձեր գործընկերներից մեկի հետ պիտի ապրեիք մի սենյակում, որը գիշերը խրացնելու հատկություն ուներ։ Դա մետնորենն էր, այո։ Լացացրեց ինձ, սպանեց, ես 2-3 օր շշմած էի, քայլում հետև ես չէի կնում, այնպես էր խռացնում, որ պատերն էին դղրդում, ես ծափարում էի, որ վեր կեն, շվացնում էսպես սուլում էի, մի սարսափելի վիճակների մեջ շատ եք անգեմ եք, շատ, ով է ձեզ պատմել, դա այդ որտեղից գիտեմ։ Բացեցինք, մտանք այն պահին, երբ որ Բորյաս կանգնած էր մահճակալի վրա ու սենց թռնում էր, ասի որ ինչ է եղել։ Չէր ուզում ուղղակի արթնացնել, ասում անգամ կանում ես շուռ կա միշտ կողմի վրա, որ ես հանգիստ կնեմ։ Ներկայացումից, փորձերից հետո Բորիս Պեպանյանը ուր է շտապում։ Ոտքով գնում եմ տուն։ Եթե կյանքում ներկայացումից հետո Բորիս Պեպանյանին կտեսնես, արագ հագուստը հագավ ու ես գիտեմ իր առաջին միտքը, որ նա շուտ հասնի տուն, որ ցնցող ընդունի ներկայացումից հետո։ Ես գիտեմ այդ բոլոր ներկայացումներից հետո առաջին միտքը նրա շուտ տուն հասնելն է։ Եթե Պարոնյան թատրոն ասելով մի քանի բաներ եմ առաջինը պատկերացնում, գալիս եմ ինչ-որ կոնկրետ բաներ, երևույթներ եւ այդ երևույթներից մեկը Բորյանն է։ Բորյանն ինձ համար Պարոնյան թատրոնն է։ Իրականում Բորիս Պեպանյանի հետ աշխատելը դա պատասխանատվության մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ոչ մի դերասանի հետ դժվար չի աշխատել։ Նա պիտի կարողանաս խաբել։ Բորյան լավ մարդ է։ Բորյայի ներսում չկա չարը։ Շատ հետաքրքիր անձնավորություն է, շատ հետաքրքիր գոլեգա է եւ բարդ եւ միևնույն ժամանակ շատ հեշտ։ Ջիգյարով է, լավ մարդ, լավ ընկեր, թե դուրսը, թե թատրոնում։ Բորյան այն հաճելի մարդկանց թվին է պատկանում, ում կողքին ուզում ես լինել, ում հետ ուզում ես շփվել, ում հետ շատերը ճանապարհ գնալ։ Շնորհակալ եմ, պարոն Պեպանյան, մեզ ձեր տանը հյուրընկալելու համար։ Խնդրեմ։ Այստեղ այս բնակարանում, Երևանի կենտրոնում ապրում եք ձեր ընտանիքի։ Այսօր ձեր կնոջ հետ միասին։ Անշուշտ։ Երեխաներս այստեղ են մեծացել, ավարտել են համալսարանը, երեքն է դրսում են։ Աշխատանք չգտան եւ գնացին դուրս, այնտեղ են աշխատում։ Պիտի խնդրեմ մանկություն տեղափոխվենք։ Դուք ծնվեցիք Ալավերդիում, մանկավարժի եւ զինվորականի ընտանիքում։ Չէ, հայրս հետո զինվորական չէր, հետո իրավաբան էր եւ տնտեսագետ էր, շատ լավ մասնագետ էր։ Եվ ասեցի մանկությունը ու միշտ հիշում եմ, չկա օր, որ ես չհիշեմ իմ լեռները, սարերը, որ բազբզում էինք երեխա ժամանակ, լավաշը ձեռքներիս, սառը ջրերը, վայրի մորի ենք հավաքում, այնտեղ վայրի խնձոր, տան, ինչ ասես կար սարերում, լորվաձորերում չնաշխարհիկ բնություն է, գիտեք։ Եվ այնտեղ մոտ 6 տարի եմ ապրել ես ընդհանրապես, այնտեղ տեղափոխվել ենք Երևան։
Դուք դպրոցական տարիներից երաժշտական կրթություն ձեր մայրը ուներ, չէ՞, երաժշտական տվյալ։ Այո, մայրս հոյական ձայն ուներ, չտեսնված։ Անգամ Թբիլիսիից եկել էին, լսել էին նրան եւ ուզում էին կոնսերվատորիա տեղափոխել, բայց նա այդ ժամանակ այդ ադատները, ինչ ասե, բալամոթ էր, բան դերասանուհի, բան չէր շատ չգնաց ինքը, բայց հետո երբ որ լսում էր երկվիչներին, երկչույներին, նա շատ հուզվում էր, որ ինչու չգնաց փոշմանել էր, բայց ավախուշ էր արդեն։ Այո, նա է մեզ կրտել։ 5 երեխան է, բոլորն երաժշտական կրթություն ունեին։ Պարոն Պեպանյան, ուսանողական տարիներ, սեր, սիրահարություն, ընտանիք, այ բժշկի եւ դերասանի։ Երկար պատմություն է։ Դա իմ եղբայրն էր ծանոթացրել, իմ զույգ եղբայրը, մենք զույգ ենք եղբորս հետ։ Ավաղնա չկա արդեն։ Նա ինձ ծանոթացրեց, իր ընկերուհու հարևանուհին էր Երևանում, ուսանող էր։ Եվ առաջին հայացքից մի անգամից ինձ դուր եկավ, ու այդպես շփվեցինք, ամուսնացանք, ընտանիք եւ այլն եւ այլն։ Եղել են շատ դեպքեր, հաճելի դեպքեր, որ ընտանիքում չէ վիճաբանություն եւ ամեն ինչ եղել է, բայց փառք Աստծո արդեն մոտ 41 տարի միասին ենք։ Միշտ չէ որ արվեստագետները երկար ընտանիքը երկար են պահում։ Բժիշկները եւս ինչ կարծիք եք արվեստագետների հետ է դժվար այս առումով յոլա գնալ թե բժիշկների։ Ես գոհ եմ իմ բախտից, որ իմ պրոֆեսիայի տեր մարդու հետ չեմ ամուսնացել, որովհետև երկուսն էլ զբաղված են լինում, երկուսն էլ վիճաբանության մեջ են միշտ լինում, տանից քիչ են բացակայում, երեխաներին չեն հասցնում դաստիարակել, էփել, թափել եւ այլն, այդ կողմից իմ գերեւի բախտը բերեց, շատ հաճելի եւ շատ գեղեցկուի կին ունեմ, գոհ եմ դրանից շատ, իհարկե նրա ծնողները դեմ էին։ Ինչ գործ ունես դերասանի հետ, հետո իմ արևով էին երդվում։ Մի խոսքով, փառք Աստծո։ Պարոն Պեպանյան, երեխաների դաստիարակությամբ ավելի շատով է զբաղվել դուք, թե ձեր։ Երկուսս էլ, տղաների հետ ես, աղջկային մայրը, եւ շատ ճիշտ, ինձ թվում է շատ ճիշտ ենք դաստիարակել, շատ ճիշտ։ Պարոն Պեպանյան, գիտեմ, որ սիրում եք Երևանի փողոցներում քայլել։ Շատ։ Կարող եմ անգամ մենակ դուրս գալ եւ շրջել։ Մարդիկ բարևում են, ես ինչու ես մենակ ինչ բացված եմ, սիրում եմ մենակ քայլել։ Մտքի մեջ, ասեն, կարող եմ ներկայացման այդ հերոսի տեքստն ասել, երաժշտություն երգել իմ մեջ, այնպես է եղել, որ անգամ տրանսպորտի մեջ կանգնած, դերս եմ այսպես ավտոբուսում կանգնած, դերս կրկնելիս եմ եղել, մի քիչ բարձրագույց է եղել, կողքից կանգնածները երևի մտածել են գիժեմ, այսպես, կամաց հեռացել են ինձանից, այդպիսի դեպքեր են եղել։ Պարոն Պեպանյան, իմ աշխարհի փոքրիկ անկյունը կա Երևանում այսօր ձեզ համար այդպիսի մի։ Գիտեք ինչ, մի քիչ փոխվել է, առաջ ուրիշ էր Երևանը։ Հիմա ես դեմ չեմ այդ նորությանը, նոր ճարտարապետությունը, աշխարհը 21-րդ դարն է, պետք է առաջ գնանք։ Դե մենք բողոքում ենք, բողոքական ենք, միշտ էս, բայց ինչի գեղեցիկ մատեղեր, բայրեր շատ կա։ Իմ սիրելի տեղը եղել է կի բանը Երևան հյուրանոցն էր այնտեղ, մենք ասում ենք Մոնմարտր, այնտեղ հավաքվում էին մեծ արվեստագետներ շատ։ Մենք երեխա ժամանակ գնում էինք եւ կողքները նստում լսում էինք նրանց Երվանդ Քոչարն էր այնտեղ, Լևոն Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը, Խորենը, Էլբակյանը, մի խոսքով այնպիսի մարդիկ էին նստում, նրանցից մենք սովորում ենք եւ այսպիսի մեծ հարգանքով էինք նրանց վերաբերվում, կանցնում էին փողոցով, մենք զգաստանում էինք։ Հիմա փոխվել են այդ հարաբերությունները, հասկացությունը, այդ դերասանը, չկա այլևս այդ բանը։ Այսօր այդ անկյունը որտեղ է գտնվում։ Այսօր անկյունը հիմա ես սիրում եմ օպերայի այդ լիճը, չնայած այդ կաֆեները սարքեցին, չգիտեմ ինչի, ուծե պետք էր, բայց ինձ այնքան էլ դուր չի գալիս դա, ասեմ ձեզ։ Սիրում էի այդ փոքրիկ անտառը, շատ գեղեցիկ էր։ Երիտասարդ ժամանակ այնտեղ շատ ենք համբուրվել, շրջել այդ այգիներում։ Մի խոսքով Բորիս Պեպանյանը բեմում եւ ետնաբեմում շատ տարբեր են։ Ահա որ տարբեր։ Սարսափելի տարբեր ենք մենք, ես մուտքից առաջ ինձ իրավունք չունեն մոտենալ հարց տան։ Կարող է վիրավոր եմ ես։ Շատ լարված եմ ես, սիրտս խփում, դե
եթե դերասանի սիրտը չխփեց մուտքից առաջ, վերջացավ, արդեն վերջացած է, որովհետև պատասխանատվություն է, կարծես ամեն օր քնություն է տալիս, լարված, բայց բեմ ես մտնում եւ վերջացավ, դալիճը կոնն է արդեն։ Իսկ տարիների ընթացքում այդ զգացումը չպակասեց։ Չի պակասել, ընդհակառակ, ավելի եմ զայրանում, ավելի եմ ջղայնանում բեմի վրա, որ այն չստացվեց, այն չեղավ, եւ կարող եմ գժվել այդ պահից, ես որ այնպես չեղավ, ինչպես պետք էր։ Լինում է իհարկե տարբեր բաներ է լինում, դե դերասանը խառնվածքը մի քիչ այլ է։ Պատասխանատվության զգացումն է շատ բարձր իմ մոտ, շատ բարձր եւ դա ինձ մոտ մնաց Խաչվանքյանից։ Թատրոնից դուրս, հա, ձեր հետաքրքրությունը այնտեղ որտեղ կարող եք գտնել ինքներդ ձեզ։ Ես շատ էի սիրում փոքրիկ կաֆեներ, անկյունները, կազիրոկեր կոչվում են ժամանակ, սկվազնյաչոկ, երվադրանք, դե հավաքվում էին շատ հետաքրքիր մարդիկ էին հավաքվում, վիճաբանում էինք, վիճում էինք ֆիլմերից, թատրոններից, արվեստի, երաժշտությունից, հետաքրքիր էր։ Հիմա, չգիտեմ, գուցե երիտասարդներ գնում են, բայց քիչ եմ արդեն հաճախում։ Գիտեք ինչ, երբեմն զգում եմ քաղաքում արդեն օտար, երբեմն փողոցով քայլում եմ եւ զգում եմ օտար դեմքեր են։ Այն ընկերները, իմ շատերը չկան, արդեն բոլորը հեռացել են։ Երբեմն օտար եմ ինձ զգում եւ ես ինձ անգամ բռնացրել եմ այն բանը, որ ես հուզված եմ եղել արցունքներս, շուտ սրբել եմ, ուզվել էի շատ փողոցում քայլելիս, որովհետեւ այլ է, կարծես դու մենակ ես այս աշխարհում, մարդ չկա։ Ինչ ասեմ, ես շատ եմ սիրել օպերա հաճախել, որովհետև ես մենք ընդհանրապես դասերակվել ենք դասական երաժշտության վրա, դասական, չկար այդպիսի մի օպերայի ներկայացում պրեմիերա, որ ես ներկա չլինեմ երեխա ժամանակվանից։ Մենք անգամ աստիճաններին էինք նստում, որովհետև լեցուն էր լինում, այնպիսի երգիչ-երգչուհիներ էին գալիս, Զինայդա Պալի, Կարպիս Զոբյան, Ցինցի Ջոլի, Բրաունշտայն, այնպիսի երգիչներ եմ ես լսել, որ հիմա ասում եմ, երիտասարդ երգիչներին ասում եմ, որտեղ եք, երբ եք հասցրել։ Չկար այդպիսի մի բան, որ ես չնայեի, չգնայի սիմֆոնիկ պրեմիերաներին, Օհանդուրյանի այդ հրաշք դիրիժորի բոլոր այդ համերգներին, մի խոսքով շատ տեղեր եմ եղել, շատ, հաճախում էի ամեն ինչ, նկարիչների միության այդ ցուցահանդեսների, այդպիսի բան չկար, որ ես չգնայի, որտեղ մի նորություն էր բազում էի, որ ես լցնեմ, ուղղակի լցնեմ, տեսավականս լավ լինի, տեսնեմ ամեն ինչ, որ պահվի իմ մեջ, այդպես գիտակցության մեջ։ Շատ եմ սիրել, այսպես բուրըն կյանքով եմ։ Սպորտ ես թեթևատլետ եմ եղել եւ լավ հաջողություն եմ ունեցել, պարզապես ես վնասեցի ծունկս եւ թողեցի, դե չէի կարող ինձ վերցնել արդեն սպորտին, հավաքական լավ թռիչք ունեի, շատ լավ թռիչք ունեի։ Վասկս լավ էր, շատ սպրինտեր էի ես այն ժամանակ։ Դա ինձ կարծում երևի դա է ինձ մի քիչ պահել, այդ 10 տարի պարապել եմ, ես դա ինձ պահել էր մի քիչ։ Շախմատ խաղալ այնքան էլ չեք սիրում, որքան տեղյակ եմ, բայց խաղին հետևել։ Հա, կարող եմ խաղալ, բայց գիտեմ որ պիտի կրվեմ։ Մեր Գրիմանոցի բնակիչներով, քանի որ մենք նույն Գրիմանոցում ենք, սիրում ենք ազատ ժամանակ անցկացնել շախմատի տախտակի մոտ։ Բոլորը երբեմն կողքից նայում է, ասում դու կհաղթես կամ դու գնում։ Հայրս էլ շատ ուժեղ խաղում, շատ։ Նա անգամ չեմպիոն է եղել։ Կորչնոյի հետ նիչա է արել։ Մեր տան մեջ։ Խոհանոցում կան ուտեսներ, որ դուք եք պատրաստում։ Ես գիտեմ, որ ձուկ եք շատ սիրում։ Ահա, ձուկ եմ շատ։ Ինչ խոսքով, ես բան եմ, գիտեք ինչպես են ասում, կառավարար չեմ սննդի մեջ։ Ինչ տալիս են, սովորական։ Մի բան գցեմ բերանես եւ վերջ։ Շատ հանրավոր սորտ։ Ինձ դիստա ոչ մեկը ձուկ չի պատրաստում, այս թատրոնի աշխատողներից։ Ոչ մեկը, հարցրեք ում ուզում եք։ Ձուկ ոչ, չեմ համտեսել։ Բայց ո՞նց կարող է ձուկ պատրաստել։ Երբեմն օգնում եմ պիկնոջի, ասենք ուշանում է աշխատանքից, ուշ է գալիս, ես եմ արագ մի բան պատրաստում։ Նենք ասենք համոզում եմ, ասենք կարող է ձվածեղ անել։ Ասում է դե թող ասե։ Ալկոհոլից չխոսեցիք։ Ընկերների հետ շրջապատում սիրում եմ վիսկին եմ սիրում ես խմել։ Երբեմն քաշած օղիներ եմ սիրում, նայած եթե լավ օղի այդպես օգտագործում եմ։ Բորիս Պեպանյանն ինչն է այսօր ամենից շատ կարոտում։ Կարոտում եմ թորներիս, շատ եմ կարոտում թորներիս։ Ինչ ասեմ, կարոտը այնպեսի շատ երկար հասկացող, այնքան բան կա որ կարոտում ես, անցյալն ես կարոտում երբեմն, կարոտում ես վատ ես զգում, երբ արդեն զգում ես տարիներդ արդեն գնացին։
Եթե պիտի սենց պաչի կանելով նկարեն կադրում մնա, կարող կպատանեմ հատուկ պահանջներ։ Հաղորդման հովանավոր կրթության միջազգային ակադեմիայի Հայբուսակ համալսարան։ Ընտրելով դպրոց ընտրում ենք երեխայի ապագան։ Ժամանակն ունի իր պահանջները, ծնողներն իրենց ցանկությունները, երեխան իր կարիքները։ Ինչպես համատեղել այս բոլորը։ Մենք ունենք պատասխանը։ Բարձրակարգ մանկավարժներ, ժամանակակից տեխնիկական միջոցներ, հարմարավետ դասասենյակներ, դասապատրաստում դպրոցում, 10-ից ավելի նախասիրական խմբակներ եւ դասընթացներ, առողջարար սնունդ, ապահով տրանսպորտ։ Հայբուսակ համալսարանի հիմնական դպրոց։ Տեղեկատու հեռախոսահամարներ 28 13 66, 20 13 46, 091 18 68 89։ Հայբուսակ համալսարանի հիմնական դպրոց։ Հաղորդումը սպասարկում է NG գեղեցկության սրահը։